Պոլդերինգի սիրահարներն իրենց ուժերն ու մագլցման հմտություններն են փորձում արհեստական պատերի վրա հաղթահարելով տարբեր բարդության երթուղիներ։ Սպորտաձևի Հայաստանի բաց առաջնությունն է Boulderland ժայռամագլցման մարզադահլիճում։ Հաղթողի կոչման համար մրցում են ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից ժամանած սկսնակ ու փորձառու ժայռամագլցողներ տարբեր տարիքային խմբերում։ Փորձում ենք այնպես անել, որպեսզի Հայաստանում տարածում գտնի, որտեղ սա օլիմպիական սպորտաձև է ու շատ լավ կլինի, որպեսզի շատ երեխաներ ներգրավեն եւ ապագայում ունենանք տարբեր տեսակի չեմպիոններ։ Boulderland ժայռամագլցման մարզադահլիճում արդեն երկրորդ անգամ է սպորտային ժայռամագլցման առաջնություն անցկացվում։ Այս տարի այն հովանավորել է Յունիբանկը։ Յունիբանկի կարգախոսն է բանկինգ եւ ավելին, եւ այս ավելինի մեջ մենք փորձում ենք հնարավորինս ներառել նաեւ սպորտը, բացի ավանդական մարզաձևերից, որոնք մենք գրեթե միշտ աջակցում ենք, լինի դա հեծանվային սպորտը, լինի դա շամարտը, նաեւ աշխատում ենք, որպեսզի օգնենք եւ զարգանք այն մարզաձևերին, որոնք Հայաստանում դեռ այդքան էլ մեծ տարածում չունեն։ Պոլդերինգը, որն այս տարվանից արդեն ընդգրկված է նաև օլիմպիական խաղերում, Հայաստանում դեռ նոր է տարածում գտնում։ Յունիբանկը ոչ միայն հովանավորում է այս առաջնությունն, այլև որոշել է երկարաժամկետ ծրագրերով նպաստել մեր երկրում այս սպորտաձևի կայացմանը։ Վերջերս հանդիպում ունեցանք նաև միջազգային սպորտային քլայմբինգի ֆեդերացիայի ղեկավարության հետ, քարտուղարի հետ հանդիպում ունեցանք։ Հայաստանում ել ավելի մեծ նախագծեր իրականացնելու համար հուսով եմ 26 թվականին ավելի մասշտաբային, ավելի հետաքրքիր պրոյեկտներ կունենանք։ Սպորտային ժայռամագլցումը Հայաստանում պրոֆեսիոնալ մակարդակի հասցնելու օլիմպիական վարկանիշ ունեցող մարզիկներ պատրաստելու ճանապարհին Յունիբանկի աջակցությունը կարող է հեղափոխական դեր ունենալ, ասում է Boulderինգի զարգացմամբ զբաղվող հայկական լեռնային ակումբի նախագահը։ Մեր միջոցներով փորձել ենք մրցումներ անցկացնել, դահլիճներ բացել եւ այլն, բայց շատ համեստ են եղել մեր ցկտումները, որովհետեւ չենք ունեցել ֆինանսական աջակցություն։ Հիմա այս կարծես թե շատ հրաշալի նորություն էր Յունիբանկի աջակցությունը, մասնակցությունը սպորտի զարգացման հարցում։ Շատ հետաքրքիր քայլեր ենք նախապատրաստում անել, որը կխթանի սա եւ հավատացեք ժայռամագլցման սպորտը Հայաստանում կլինի ոչ պակաս հայտնի, ինչպես մյուս մեր հին ավանդական սպորտաձևերը, ինչպես են շամարտը, ծանամարտը եւ այլն։ Պոլդերինգի բաց առաջնության հաղթողներն ավարտին մրցանակներ ստացան հովանավորի կողմից։